Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Բալասանյան մեր ավելացնելով։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները այսօր անում են մի հայտարարություն, վաղը դրա հակասող հայտարարություն, դրա ամենավառ օրինակային էր, որ Ալեն Սիմոնյանն ու աբսուրդային հայտարարություն արեց, բայց անգամ այդ աբսուրդային հայտարարությանը հակասում են ընդհանրապես շաբաթներ հետո։ Ասաց Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Նախ սա ինչպես է գնահատում, այդ հայտարարությունից հետո չենք հանդիպել ձեր գնահատականները նաև լսելու, երբևէ պատմության մեջ եղել է այդպես, որ ճշտամակ իրար հետ պատերազմած պետություններից մեկը մյուսի անվտանգության երաշխավորը լինի այն պարագայում, երբ անգամ խաղաղության պայմանագիր չկա ստորագրած։ Անկեղծ ասած, վերջին շրջանում հնչում են մտքեր, որոնք ինձ մոտ որպես այդ ոլորտից քիչ թե շատ ծանոթ մարդու որոշակի տարակուսանք է առաջացնում եւ այդ հայտարարությունը շարքումը ձեր նշածը եւ ոչ միայն դա նշեց, այլև հավելեց, որ Հայաստանն էլ Ադրբեջանի անվտանգության երաշխավոր։ Հիմա նախ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, Հայաստանը չի։ Ոչ մի պարագայում Հայաստանը չի կարող լինել Ադրբեջանի անվտանգության երաշխավոր։ Կարող իրանք են Շուշի հռչակագիրը ստորագրել։ Միգուցե մի հատ չգիտեմ, անկեղծ ասած, բայց դա նոնսենս է։ Թշնամին կարող է լինի քո անվտանգության երաշխավորը, եթե դու հայտարարես կամ ցույց տաս, որ դու օկուպացված ես կամ նրա վասալն ես։ Այդ պարագայում միգուցե նա լինի ոչ թե քո, այլ քո տարածքի անվտանգության երաշխավորը, դրանք տարբեր բաներ են։ Բայց նման բան միջազգային հարաբերությունների պատմությունը չի հիշում, երբ թշնամին լինի մյուս թշնամու, այսպես անվտանգության երաշխավորը։ Այդ դեպքում հարցը առաջանում ումից, որովհետև տարածաշրջանում մենք մի թշնամի ունենք, նույն երկու։ Մեկ Ադրբեջան, Թուրքիա իրար հետ։ Ու Ռուսաստանից ենթադրաբար իրենց։ Դա արդեն կարևոր հարցադրում է, որը որ փոխում է ամբողջությամբ ողջ տրամաբանությունը։ Այս դեպքում ես կարծում եմ, որ եթե մենք Ռուսաստանին ենք դիտարկում ըստ այդ տրամաբանության թշնամի եւ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ապա մեկը լինի Ադրբեջանի երաշխավորն է Ռուսաստանի դեմ պայքարում։ Եթե այս կոնտեքստում ենք էլի, կամ Իրանի դեմ, որովհետեւ Ադրբեջանը այն կալիբրը չունի, որ ոչ միայն իր անվտանգությունը կարողանա ապահովել առանց Թուրքիայի, մի բան էլ Հայաստանի անվտանգությունը փորձի ապահովել։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հայտարարում է, Ստամբուլում թե Անկարայում, մի խոսքով Թուրքիայի Հանրապետության տարածքում ասում է. Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ է բանակցում, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին։ Ասում մեր անվտանգության երաշխավորը թույլ չի տալիս, որ մենք բանակցենք իր անվտանգության երաշխավորի հետ։ Սա ընդհանրապես քաղաքագիտությունը ոնց որ պետք է փոխել է, դասագրքերը մի կողմն է դել եղածը եւ Ալեն Սիմոնյանի ու քաղաքագիտությունը ըստ Ալենի եւ Նիկոլի գիրք գրել։ Ճիշտ ասած, ես այսպես կասեմ, Հայաստանում եւ Հայաստանի համենայն դեպս իշխանամերձ շրջանակների մոտ չափից ավելի այսպես սրված պատկերացում կա Ադրբեջանի եւ նրա հզորության մասին։ Ադրբեջանը երբեք չի կարող Թուրքիային ինչ որ մի հարցում խանգարել կամ ստիպել գերի պահել առավել եւս։ Եթե թուրքերն իմանան, որ ադրբեջանցիներն իրենց գերի են պահում, իրենք 1 ժամ Էրդողանին չեն թողի մնա նախագահի պաշտոնում։ Բացի այդ, Ադրբեջանը ըստ թուրքական անվտանգային փաստաթղթերի մեկ ազգ մեկ պետություն կոնցեպցիայի մեջ է ներառված իրենց բանով։ Հետևաբար Ադրբեջանը չի կարող Թուրքիային գերի պահել։ Իսկ ինչ վերաբերում է որ Ադրբեջանը լոբինգ է անում, նախ Ադրբեջանը լոբինգ անելու այսպես ավանդույթներ եւ պատմություն չունի, քանզի Ադրբեջանի համար լոբինգ անում էր Թուրքիան միշտ։ Ադրբեջանը ոչ ունի լոբիստական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, ոչ էլ նման այսպես մեծ կապեր, հատկապես Թուրքիայում։ Հետևաբար սա կարծում եմ առաջին հերթին թուրքական կողմին հաջողանալու փորձ է եղել Ստամբուլում եւ փորձել հիմնավորել, թե ինչու Թուրքիան չի բացում սահմանը։ Շատ տարօրինակ է, գիտեք, մեր մոտ վերջին շրջանում մենք անընդհատ դարձել ենք թուրք-ադրբեջանական այս տանդեմի փաստաբանը, այսինքն հայ ժողովրդի մոտ։ Այո, որ
Այ եթե սա չի անում, էս է պատճառը, գիտեք որ չի։ Այսինքն մենք սկսել ենք արդարացնել ու մենք ի նկատի ունենք պաշտոնական շրջանակները։ Արդարացնել օրինակ որ Թուրքիան ինչու չի բացում սահմանը, չէ՞ որ գործընթաց էր գնում, դա պիտի։ Այսինքն այդ արտաքին քաղաքականության բոլոր ձախողումները փորձում ենք հիմնավորել այդ խեղճ ու կրակ Թուրքիայով եւ ահասարսուր Ադրբեջանով եւ հետեւաբար, բայց եթե ոչ այդ ահասարսուր Ադրբեջանը, բայց ով պիտի լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Սա հեքիաթ է եւ միֆ։ Թուրքիան ցանկության պարագայում կարող է բացել սահմանը առանց Ադրբեջանին նայելու անգամ, բայց թուրքական կողմը խաղում է այս խաղը եւ իր սահման չբացելը պատճառաբանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դեռևս չստորագրված խաղաղության պայմանագրով, չնայած ես վստահ եմ, որ եթե 5 պայմանագիր էլ ստորագրվի, Թուրքիան չի բացելու սահմանը, որովհետև դա իրեն պետք չի։ Հայաստանը գերի է մնում այս գործընթացում, Հայաստանը գերի է մնում։ Եվ նաև մեր մեղքով է Հայաստանը գերի մնում, որովհետև 30 տարի փակ սահմանի պարագայում չէր կարելի անձնուրաց նետվել թուրքական կողմի գիրկը եւ առաջարկել, որ եկեք գործընթաց սկսենք սահման։ Թուրքերն էլ առիթից օգտվում են, անընդհատ պահանջներ են դնում ու չեն էլ բացել ըստեյության։ Տեսեք, պարոն Բալասանյան, Ալեն Սիմոնյանը մեկ այլ հետաքրքիր դիտարկում։ Իհարկե դիտարկումն անում է, բայց չի հասկանում հետո ինչ պիտի Հայաստան անի կամ հետևանքներ ասում են։ Սկզբում մեզ ասում էին լուծեք Լեռնային Ղարաբաղի հարցը, որպեսզի սահմանը բացվի։ Մենք լուծեցինք, չբացվեց։ Հետո ասեցին խաղաղության պայմանագիր պիտի կնքեք Ադրբեջանից, ասում են պատրաստեցինք այդ 17 կետերից բաղկացած համաձայնությունը, բայց էլի չի բացվում սահմանը։ Այսինքն մարդը չի հասկացել, որ Թուրքիայի նպատակը սահմանի Այո, չէ, բայց մարդը չի հասկանում, որ Թուրքիայի նպատակը սահմանը բացելը չի, Թուրքիայի նպատակը սահմանը բացելու անվան տակ Հայաստանից զիջումներ կորզելն է։ Այդտեղ մոռացել են ավելացնել, որ Արարատը հանեցինք։ Այո, այսքանից հետո չհասկանալու դեպքում արդյոք ժամանակը չմարտը թողնի խորհրդանի ղեկավարի պաշտոնը, իր շեֆն էլ թողնի բանի վարչապետի պաշտոնը, գնան զբաղվեն նրանից, ինչից հասկանում են։ Օրինակ Ալեն Սիմոնյանը պարիր թե կարող ես այդ Արմենիայի հերոստաշոյում վական հաջող պարում էր։ Ես հիշում եմ ժամանակին Հայաստանի վարչապետերից մեկին անգամ խորհուրդ էին տալիս լոլիկի աճեցմամբ զբաղվի, որովհետև դրանից ավելի լավ է։ Այո, Նիկոլ Փաշինյանը բան էր, լավ կլաուզաներ էր գրում իր թերթում, թող շարունակի դրանալ դրան։ Բայց գիտեք, եթե ավելի լուրջ տեսանկյունից ենք նայում, սա ամբողջ աշխարհին ոչ միայն զարմանքն է հարուցում, այլև մենք հայտնվում ենք անհասկանալի բանանային պետության կարգավիճակում եւ գեղեցիկ շարադրանքով եւ այսպես ուսերը թոթովելով, հարցերին պատասխանելը կամ հարցեր տալը ոմանց թվում է թե դա նշանակում է, որ իրենք արտաքին քաղաքականությունից ինչ որ հասկանում են կամ ճիշտ ուղղությամբ են տանում այդ քաղաքականությունը։ Այդ հարցերը, որ տալիս է ազգային ժողովի հարգարժան նախագահը, այդ հարցերը պիտի տան այն մարդկանց, ովքեր սկսել են այս գործընթացը Թուրքիայի հետ, օրինակ այդ հարցերը պիտի տրվի կարծում եմ պարոն Ռուբինյանին, որ պարոն Ռուբինյան, Քլչի հետ հանդիպան ժամանակ, բայց այսքան բան մենք արեցինք։ Բայց չեք ուզում զանգեք Քլչին ասեք, պարոն Քլչ, բայց ինչի՞ չեք բացում սա։ Էլ ինչ անենք։ Էլ ինչ անենք։ Լավ, ասեք Արարատից հրաժարվեցինք, ասենք Արագած։ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվում ենք։ Արցախի ձեր թանկագին խաթեր համար Արցախը տվեցինք ձեզ։ Սյունիքի հետ կապված Ադրբեջանը այսօր ունի օթային միջանցք Հայաստանի վրայով։ Ամերիկայել Թրամփ թրիփի ուղի տվել։ Այո, Ադրբեջանը այսօր ստացել է օթային միջանցք եւ ասում է, որ մենք չենք էլ հարցնում Հայաստանին, այդտեղով ինչ բեր տանենք, ինչ բեր բերենք, սա սուվերենության խախտում չի, իհարկե խախտում է։ Սա ICAO-ի նորմերի խախտում չի, իհարկե խախտում է։ Թրամփի եւ թրիփի հետ կապված բերեցինք այնպես հարմարեցրեցինք, որ միջին միջանց գաղափարին համընկնի մեկին մեկ, բայց էլի դուք չեք բացում։ Ինչ անենք կամ միգուցե մենք ենք պատճառը, որ չեք բացում։ Գնանք Հայաստանից։ Չգիտեմ ինչ անենք։ Հայաստանցիներով հավաքվենք, գնանք։ Սա խոսում է խանգարում ենք կատարյալ ձախողված արտաքին քաղաքականության մասին։ Եվ սովորաբար գիտեք ժամանակին մի շատ խելացի մարդ ասում էր ցանկացած խնդիր ունի կոնկրետ անուն եւ ազգանուն եւ ցանկացած ձախողում ունի կոնկրետ անուն ազգանուն։ Հիմա եթե դուք ձախողել եք, դուք պիտի հեռանաք։ Պիտի գան մարդիկ, ովքեր ունակ են
գոնե այս պարագայում փորձել ի շրջանս յուր պտտել արտաքին քաղաքական անհաջողությունների անիվը եւ փորձել հետ վերադարձնել այն դիրքերին, որ մենք ունեցել ենք 2000 առնվազն 17 թվականի դրությամբ։ Այդ հարց է առաջանում, իսկ ինչու 2017 թվականին քլեչներ չկային։ Իսկ ինչու 2017 թվականին Ալիևը այսպես չէր հոխորտում եւ մատ թափ չէր տալիս։ Ես շատ դժվար եմ պատկերացնում Ալիևին, ով մատ թափ կտար Հայաստանի նախորդ բոլոր ղեկավարների, անկախ իրենց դրական, բացական, կողմերից, մարդիկ ֆիգուրներ էին եւ Ալիևը լավ գիտեր, որ այդ մատը, ինչպես ասում են, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու։ Եթե ոչ Բաքվում, ապա ինչ որ միջազգային ընդունելությունների ժամանակ։ Բայց ինչի էր Ալիևը խնդրում, աղաչում, ասում, ինձ կուլիսների հետևում ստիպում են հրաժարվել Արցախից եւ 5 շրջաններից։ Բայց ինչու էր փող առաջարկում Հայաստանին, միայն թե այս հարցը կարգավորվի։ Այսինքն այդ ինչուներին պատասխան է պետք տալ, որի պատասխանը այսօր այդ հարցով զբաղվողները չունեն։ Հետևաբար, եթե սա մեկ անուն ունի, ձախողում, եւ այդ ձախողման համար պիտի տրվի համապատասխան գնահատական։ Էս է ամբողջ գաղտնիքը, թե ինչու Թուրքիան միջի օրս չի բացում սահմանը։ Նրանք չեն հասկանում, թե ձև են տալիս, որ չեն հասկանում, որ Ալիևն ու Էրդողանը իրենց խաղացնում են Ալիևն ու Էրդողանը պասերով Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարությանը ուղղակի տանում բերում են, մատի վրա են ֆրցնում, որ իրենց ուզածը ստանան եւ ստացել են մեծ մասամբ իրենց ուզածները։ Հիշում եք Արցախում Էրդողանի կինը ինչպեսի խորհուրդներ էր տալիս, որ գերիներին մաս տվեն։ Այո։ Դա թուրքական քաղաքական գիծն է։ Առհասարակ, եթե թուրքերի հետ դու սկսում ես զիջել, թուրքերը դա չեն համարում, որ դու խաղաղացել ես։ Թուրքերը համարում են, որ դու թույլ ես։ Թույլ տեղդ բռնել։ Այո, իսկ թույլ մարդուց Ալիևը ստանալու է ամեն ինչ, բայց այստեղ Էրդողանը եւ Ալիևը խաղում են բարի եւ չար ոստիկանի դեր։ Էրդողանը չի մասնակցում այս ամեն ինչին, բացահայտ Էրդողանը բարի ոստիկանն է։ Ու մոտ կարող են գնալ բողոքել, որ Ալիևը իր պարտավորությունը չի կատարում։ Էրդողանն էլ կրծքին ասում։ Այո, Էրդողանն էլ այսպես կիսաժպտալով Հական Ֆիդանին ասի՝ մի հատ հլետ, Ալիևին ասեմ, քեզ կարգի հրավերի, ոնց էս մարդկանց ասածը դու չես անում։ Գնալուց հետո Ֆիդանին ասում զանգի Ալիևին, ասա ոտը դիր գազին։ Ախր այս ամեն ինչը այնքան պարզ է, ինչպես ցերեկը, հասկանում եք։ Հետևաբար, եթե այս ամեն ինչից արտաքին քաղաքականությամբ զբաղվող բարձր ամբիոններից ամեն օր խոսացող մարդիկ չեն հասկանում, սա կներեք արդեն մեր խնդիրը չի։ Սա այդ մարդկանց խնդիրն է, հետևաբար եւ նաեւ մեր ժողովրդի։ Որ մեր ժողովուրդը սրան պիտի տա համապատասխան գնահատական եւ համապատասխան վարքագիծ ու վերաբերմունք։ Բալասանյան, մենք խոսում ենք իշխանությունների մասին, անուն չտալով չեմ ուզում թիրախավորել ընդդիմադիր ուժին, բայց ընդդիմադիր ուժերից էլ ընդ որում առանցքային ուժերից պետք է։ Ներկայացուցիչը հայտարարում է, ասում է Նիկոլ Փաշինյանը ինչ կար տվել է արդեն Ադրբեջանին, Ադրբեջանը այլևս ստանալու բան չունի, դրա համար մենք պետք է զբաղվենք մեր տնտեսությամբ։ Արդյոք Ադրբեջանը էլ ստանալիք չունի Հայաստանից եւ կարելի է հանգիստ ուղղակի մոռանալ այդ կոնֆլիկտները, ասել դե վերջ արդեն հարցերը լուծված։ Ես կարծում եմ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունները եւ ազգային անվտանգության հայեցակարգերը այդ մարտիկ նվազագույնը չեն կարդացել։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար գլխավորը տարածաշրջանից հայկական տարը մաքրելն է։ Եվ իրենք դեռ անելիք ունեն անելու։ Իրենք դեռ Սյունիք են վերցնելու ըստ իրենց պլանների։ Իրենք դեռ Տավուշն են վերցնելու ըստ իրենց պլանների։ Եթե Ադրբեջանը կացության քարտեր է բաժանում Հայաստանի անվանումներով իր քաղաքացիներին, մենք ինչպես ենք հայտարարում, որ Ադրբեջանը մեր հետ կապված այլևս ոչինչ չունի եւ մենք հանգիստ զբաղվենք մեր հարցով։ Գիտեք, այնպես ինչպես Հայաստանը չի կարող ունենալ երկու անվտանգության երաշխավոր, այնպես էլ Ադրբեջանի հետ Հայաստանը չի կարող համարել, որ Ադրբեջանը ինչ ուներ ստանալու ստացել է, ոչ։ Ադրբեջանը դեռ նոր է սկսում ստանալ, քանզի մինչ այդ ինչ որ ստանում էր, դա ենթագիտակցորեն մենք չէինք համարում մերը։ Եսի նկատի ունեմ շրջանակները համապատասխան Արցախի հետ կապված,
ցավոք սրտի մյուս հատվածների հետ կապված։ Հիմա արդեն մեր ժողովուրդը, ովքեր դեռ գտնվում են այդ թմբիրի մեջ, այն օր են սկսելու հասկանալ, թե Ադրբեջանը ինչ է սկսում պահանջել եւ արդյոք մենք Ադրբեջանի հետ մեր բոլոր, ինչպես ժողովրդական լեզվով են ասում, տալիք առնելիքներ արել ենք, թե դեռ հարցեր կա։ Ես զարմանում եմ, որ քաղաքական հայտ ներկայացրած ուժը նման, չեմ ուզում այլ բան, նման պրիմիտիվ, հա, ուրեմն վերաբերմունք եւ պատկերացում ունի արտաքին քաղաքականության հետ կապված։ Սա լավ նշան չի եւ ժամանակն է արդեն, որ այո, տնտեսություն, որ իհարկե դա շատ կարեւոր է, բայց տնտեսությունը զարգացնում է խաղաղ ժամանակներում եւ այն ժամանակներում եւ ինչպես իրենք են ասում, ներդրողը գալիս են երկիր, որի հետ կապված պատերազմական վտանգ չկա, քանի որ կապիտալը աշխարհի ամենից վախկոտ բանն է եւ եթե սահմանային լարվածություն եղավ, կապիտալը այստեղ չի մնալու։ Հետևաբար կարծում եմ որոշակի վերաձևակերպման եւ վերաֆորմատավորման կարիք ունի առհասարակ բոլոր քաղաքական ուժերի արտաքին քաղաքական հայեցակարգերը։ Ժողովուրդը պիտի հստակ հարցնի, ինչպես եք դուք տեսնում, որտեվ քաղաքական ուժը միայն տնտեսություն զարգացնելու համար չի։ Քաղաքական ուժը եւ կրթություն զարգացնելու համար, ես չեմ լսել կրթական որևէ այսպես, հա, ծրագրային դրույթ։ Ես չեմ լսել անվտանգային, բացի այդ ռուկապաշնի բոյի մասնագետներից բանից, ես չեմ լսել լուրջ անվտանգային ուրեմն ելույթ։ Ես չեմ լսել վերջնական, լավ, վերջի վերջո Հայաստանը մնում է հապկում, թե դուրս է գալիս։ Իշխանությունն ասում է Հայաստանը դուրս է գալու հապկից։ Իշխանության, տեսեք, տեսակետը մենք ընդունենք դա, չընդունենք, բայց այնքանով է հարգանքի արժանի, որ բաց ասում են։ Մարդիկ բաց ասում են, հետո մեր վրա հույս չտնեք։ Մենք սենց ենք անում։ Եթե մեզ քվեք տալ, ուրեմն դուք տալիս եք ձեր համաձայնությունը մեր ծրագրին։ Հապկի հետ կապված Հայաստան վերադարձ չի լինելու։ Հիմա մյուս քաղաքական ուժերից Հայաստան դաշինքը հայտարարում է, որ ռազմաքաղաքական դաշնակցի եւ դաշնակիցների հետ հարաբերությունները պիտի զարգանան եւ խորացվեն, մյուս քաղաքական ուժերի հետ կապված ընդդիմադիր ես դեռևս չեմ լսել կոնկրետ հապկի հետ կապված ինչ են ասում։ Բայց կարծեք թե պետք է մասնագետների համար հասկանալի լինի։ Երբ օրինակ մասնագետ են հրավիրում Իսրայելից, նշանակում է սա ախր հակասում է հոպի վերակառուցման իմաստով մեր ու Ռուսաստանի հոպը միասնական է։ Այո։ Ուրեմն մենք հրաժարվելու ենք, չէ՞, պայմանագրերից, որ մենք առանձին հոպ ենք զարգացնելու իսրայելցիների։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, իսկ այդ տեղեկատվական փոխանցումը Ռուսաստանը համաձայն է իսրայելցի գեներալի հետ տեղեկատվություն փոխանցել։ Դե դրա համար կանջատվի հոպը այս։ Այ դա ուրիշ հարց է։ Այսինքն այո, այսինքն ավտոմատ այդ քայլը նշանակում որ մենք եւս հրաժարվելու ենք։ Այդ դեպքում տարբերությունը ո՞րն է։ Չգիտեմ։ Տարբերությունը մեր ժողովրդին տնտեսականը հուզելու զատ սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովրդին հուզող առաջի խնդիրը անվտանգայինն է։ Մարդը եթե անվտանգ չզգաց իրեն իր հայրենիքում, իր համար այդ տնտեսական նյու վասյուկիները ըստ էության երրորդական են։ Եթե տալու բան չկա էլ Ադրբեջան, ինչ անվտանգային ինչ խնդիր ունենք։ Դե սա երկրորդ ձեր հարցն է, որը հակասում է այդ հայտարարություններին։ Էլ հոպ ինչ ենք զարգացնում, եթե տալու բան չկա։ Չէ, մի քիչ ավելի լուրջ մոտենալ։ Թուրքիան, Ադրբեջանը տարածաշրջանի այդպիսի մեծ դերակատարում չունի եւ ըստ էության Թուրքիան մեծ ազդեցություն ունի։ Եկեք նայենք Թուրքիայի օրինակին։ Թուրքիան իր որևէ հարևանի հետ իր խնդիրները չի կարգավորել մինչև վերջ, այսինքն խաղաղություն հավերժական չի հաստատվել։ Իրանի հետ որոշակի բան կա, բայց Իրանի հզորությունն է ստիպում Թուրքիային չափերը չանցնել։ Այս բանին թուրքական զորքեր կան Սիրիայի տարածքում, կան Իրաքի տարածքում, Կիպրոսի մի հատվածը օկուպացրած է, հա։ Ադրբեջանում։ Այո, Ադրբեջանում։ Չէ, ես դեռ ասացի նրանք, որ առանց պետության թույլտվության են մտել այդ տարածքներ, էլի Սիրիա, Իրաք եւ Կիպրոս իրենք ուղղակի ներխուժել են։ Ադրբեջանում արդեն բարեկամաբար ներկայացված են նրանք Նախիջևանում եւ այլ հատվածներում։ Այսինքն չկա պետություն, որի հետ Թուրքիան իր Հունաստանի հետ անդադ այսպես սպառնալիքների փոխանցում է լինում, չկա պետություն, որի հետ վերջնականապես հարցերը լուծվել են։ Հիմա եթե Սիրիան, որը իսլամադավան պետություն է, եւ Թուրքիայի հետ այդ կրոնական խնդիրներ չունի, Սիրիան, որի դեմ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործել, եթե անգամ Սիրիայի հետ այդ պետությունը կոնֆլիկտ ունի, ինչու պետք է վերջնական խաղաղություն հաստատի
մի ժողովրդի հետ, որին ինքը ցեղասպանել է, որին ինքը զրկել է իր պատմական հայրենիքից, որին ինքը էլի ոնց որ թե ցեղասպանելու նպատակ ունի։ Սա տրամաբանական չի, որ պետք է նայել Թուրքիայի գործողությունին ու հասկանալ, որ այս պետության նպատակը խաղաղությունը չի։ Ամբողջությամբ համաձայն եմ։ Նախ Դավութօղլուն ժամանակին մի հատ գիրք գրեց «Զրո խնդիր հարևանների հետ»։ Ես կարծում եմ այդ գրքի իրական անվանումը «Զրո հարևան առանց խնդիր»։ Բոլորի հետ ինքը ունի խնդիր եւ չել թաքցնում։ Այ դուք ասում եք Սիրիայի հետ կապված անգամ այնտեղ ցեղասպանություն չի իրականացել, խնդիր կա։ Մեր հետ կապված ինչպես են վարվելու։ Թուրքիայի եւ ադրբեջանցիների գլխավոր խնդիրը հայկական տարածաշրջանից մաքրելն է։ Քանզի հայերը լինելով բնիկ, վկաներն են նրանց եկվոր լինելու։ Հետևաբար նրանց այդ աշխարհում գոռալ գոչալը, տեսնելով որ աշխարհը ծիծաղում է, որ սա ադրբեջանական մշակույթ է, ասում են դե սա աղվանական մշակույթ է։ Ես կարծում եմ աղվանցիները շատ կհպարտանային, երբ իմանային, որ Հարավային Կովկասում այդքան մշակութային ժառանգություն են իրենք ունեցել, բայց չգիտես ինչու գիր գրականություն հայերն են իրենց տվել, որպեսզի այդքան հզոր լինելով չեն կարեցել գիրք ստեղծել։ Էրդողանը չի թաքցնում, որ Հայաստանի ոչնչացումը իր գլխավոր խնդիրներից մեկն է։ Եվ ոչնչացում պարտադիր չի հասկանալ, որ թուրքական Ղարաբաղի գլխավորությամբ թուրքական բանակը կմտնի Հայաստան, հրի-սրի կքաշի, ոչ։ Իրենք ոչնչացնում են այդ կերպ։ Իրենք հիմա նոր իրենք նոր ցեղասպանություն են իրականացնում։ Իրենք պայմաններ են ստեղծում, որ առաջինը հայը պիտի հրաժարվի իր ինքնությունից, վերածվի բիոզանգվածի, որին շատ հեշտ է լինելու կարողանալը եւ հեռանա այստեղից կամ ձուլվի։ Երկրորդը հայը պետք է հրաժարվի իր կրոնից, ընդունելով այն խաղի կանոնները, որոնք տարածաշրջանն է իրեն թելադրելու, համենայն դեպս Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ այստեղ մի հատ շատ կարևոր վտանգ էլ կա։ Դուք նշեցիք Թուրքիա, Սիրիա, Իրաք, այստեղ Կիպրոս, այո, բայց չմոռանանք նաև, որ Հայաստանում բնակվում են մեր եղբայր եզդի ժողովուրդը եւ թուրքերը եւ ոչ միայն թուրքերը առանձին էթնիկ միավոր չեն համարում։ Հիմա իրենք դա ասոցացում են քրդերի հետ, հա։ Հիմա իսկ մենք ունենք երաշխիք, որ իբր քրդական ուժերի անջատողականների դեմ պայքարելու պատրվակով, այո, ես գիտեմ 90-ականներից սկսած դա կա։ Իրենք չեն հատուկ օպերացիա իրականացնում Ղարաբաղի հատվածում, չգիտեմ, որտեղ որ մեր եզդի եղբայրները կոմպակտ բնակվում են։ Պիտի ապահովենք։ Մենք ինչ ենք անելու։ Թուրքիան ում է հարցնում այսօր, եթե այնտեղ կանգնած չլինի 102-րդ բազան, ոչ մի սահման չի փակելու Էրդողանի ախորժակը, ոչ մի։ Ավելին, այսօր Իրաքում, որ ամերիկյան բազաներ կար եւ այլն, ինքը որպայն ուզում մտնում է իրաքյան Քուրդիստան, իր այսպես սև գործանում դուրս է գալի։ Ես ասեմ, Մոսուլին մոտ մի գյուղ կա, անդ որ ես դիաբանակ Բաշիկու բազան, այնտեղ Թուրքիան 2003 թվականից բազաներ է դրել։ Առանց կենտրոնական իշխանության հարցնելու, ասում եմ, ես այստեղից անհանգստություն ունեմ, որ պետական բազաներ ունի եւ որպեսի PKK-ից եկող վտանգը չզոհացում, ես պիտի ձեր տարածքում ռազմաբազա։ Նույնն էլ Հայաստան է տանելու։ Չէ, դե մենք ոնց որ հզոր պետություն ենք, Իրաքը մեր չափ չկա երևի թե։ Դե 40 միլիոնանոց Իրաքը։ Ես կարծում եմ մենք այնքան հզոր պետություն ենք, որտեղ ունենք Ադրբեջանի նման անվտանգության երաշխավոր, հա, դժվար։ Էրդողանը հա դժվար գնա դրան։ Այդ մոռացել է։ Ինձ թվում է քաղաքացիական պայմանագիրը պետք է հայտարարի, սա արդեն լրջությամբ եմ հարցնում, որտեղ եթե Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, մենք էլ նրանց, բա Հայաստանը Նիկոլի ղեկավարած Հայաստանը ինչու չի միանում Շուշիի հռչակագրին։ Չէ՞ որ այնտեղ իրար փոխադարձաբար իրար անվտանգություն են երաշխավորել։ Այո, ես այստեղ կավելացնեմ երկրորդ հարցը։ Իսկ եթե մենք Հայաստանը հանդիսանում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, եթե ասված մի արած թե Իրան-Ադրբեջան կռիվ սկսեց, մենք որպես անվտանգության երաշխավոր պիտի օգնենք Ադրբեջանին։ Այդտեղ քաղաքացիական պայմանագրում ես գիտեմ մի երգ կա նոր է գրվել, ասում է թե Բաքվին բան պատահի, ազգովի կդառնանք ֆիդայի, լցվելու ենք ու Իրանը ոչնչացնենք։ Չէ, ախր հայտարարություններ անելը մեն անելու համար չի եւ դիվիդենդներ, կարճաժամկետ դիվիդենդներ քաղելու համար չի, էլի։ Հայտարարություններ կան, որոնք պետությունների համար ապագա են արժենում։ Եվ երբ որ պետության երկրորդ դեմքը նման հայտարարություն է անում, սրա հետևանքները անկանխատեսելի են լինելու։
Իմիջիալուց ես ասեմ, ես հետևում եմ իրանական Telegram ալիքներին, հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած։ Եվ այնտեղ մեծ անհանգստություն ու աղմուկ կա բարձրացրել Հայաստանի կողմից Իսրայելի անկախությունը, որը շնորհավոր է։ Եվ այնտեղ անգամ գրում են, որ ուրեմն Հայաստանը Իրանի հետ իր հարաբերություններում գնում է արաբական աշխարհի ճանապարհով։ Սա թափանցիկ չէ, սա գերթափանցիկ ակնարկ է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ամալասենան, սպասենք զարգացումներին, իրադարձությունների, դեռ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունը չեն ավարտվել, դրա մասով հարցեր չտվեցի ձեզ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնում զրուցում էի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48